պատերազմողների մասին մոռանում են, բայց հոգսը մնում է նրանց վրա։ Ամենածանր պահին իրենց վրա վերցրել են, հիմա խաղաղության ժամանակ տարել են շատ անօգնական։ Եվ մեկը պիտի լինի, որպեսզի ներկայացնի նրանց կարծիքը, մեկը պիտի լինի նրանց ցավերը, նրանց մտահոգությունը ներկայացնի։ Դա բնականի պաշտպանության նախարարը պիտի լինի։ Այլապես իրենք ստիպված կլինեն մասնակից լինել գործընթացներին։ Փառք Աստծո, չկա այդպիսի բան, մտահոգությունը էլ այսօր առարկայական չէ, բայց սա է բուն ռեալ իրավիճակը։ Պարոն Սարգսյան, փաստորեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն էլ է կարծես փորձում մտնել քաղաքականության մեջ, նրա անվան հետ է կապվում մասնավորապես իրավունք եւ միաբանություն դաշինքի գործունեությունը, այդ դրան ինչպես եք վերաբերվում։ Թերևս նույն պատճառով է Սամվել Բաբայանը մտել այդ գործընթացի մեջ։ Դա սակայն չի նշանակում, որ ես Վազգեն Սարգսյանի, առավել ևս Սամվել Բաբայանի գործունեությունը այսպես արդարացնում եմ։ Ես կարծում եմ եւ Վազգեն Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի դեպքում սա պիտի լինի վերջինը։ Անբնական վիճակի այնուամենայնիվ։ Քաղաքացի պետությունների մեջ պաշտպանության նախարարները այսպես ուղղակի մասնակցություն չպիտի ունենան քաղաքական կյանքին։ Ընդունենք, որ սա օրինաչափ զարգացումների արդյունք է, բայց այս պահից ի վեր, եթե Սամվել Բաբայանը կամ Վազգեն Սարգսյանը ուզում են քաղաքականության մասնակից լինել, պիտի քաղաքական դաշտում իրենց տեղը ճշգրտեն, ոչ պաշտպանության նախարարի։ Պարոն Սարգսյան, ես առաջարկում եմ մի մեջբերում նայել, որից հետո կշարունակենք։ Ժողովուրդը որ շատ լավ է ապրում, մի քիչ բանը զգոնությունը փորձում է, իմանում է թե միշտ էս լավ է։ Մենք էլ դժվար վիճակի մեջ ենք։ Մենք գիտենք, որ 70 տարի սովորել ենք, որ մեր ամեն ինչը հոգապետություն է։ Իրական, հնազանդորդ, որը պետք է անվճար գալուց թե ինչպես կարելի է հասնել այս վիճակի դրոց։ Մեր գնացքը կանգնել է, որովհետև չկար այդ պատասխանատվությունը։ Հնարավորություն կա, պիտի գուղով զբաղվել, որովհետև ամեն ինչ գյուղից է սկսում։ Լավ ղեկավար է պետք։ Լավ ղեկավար ասելով նկատի ունեմ հանրապետից, քաղաքապետից, մինչև վարչապետ։ Ամեն ինչ։ Կարող է նույն անցյալ բնավորությամբ ղեկավարեցնել երկիրը։ Մարդու հասած արդեն 67 տարեկանի տարաշուտ կա։ Պարոն Սարգսյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ իրադարձություններ միասնություն դաշինքի ձևավորումը, որ այն կազմում են հանրապետական եւ ժողովրդական կուսակցությունները։ Երկրապահների գաղափարախոսությունը մեզ հայտնի է։ Ժողովրդական կուսակցությունը Կարեն Դեմիրճյանի շուրջ ձևավորված ինչ-որ կուսակցության տպավորություն էր թողնում մարդկանց մի խումբ։ Հիմա միավորվել են հանրապետականն ու ժողովրդականը։ Այդ երկուսի գաղափարական ընդհանրությունները դժվար է ըմբռնել։ Եթե չլինեին գաղափարական ընդհանրություններ, այս միացումը չէր կայանա։ Նախ ասեմ, որ հանրապետական կուսակցության արմատները շատ ավելի խորն են, քան երկրապահներով այդ կուսակցության համալրումը ուժեղացումը։ Արմատները գալիս են 60-ական թվականներից, այն հրաշալի երիտասարդներից, որոնք առաջին անգամ խոսեցին հայ ինքնության, հայ անկախության մասին, շարունակում են կառուցվածքային ծեր են ստանում Աշոտ Նավասարդյանով, դա մեր նոր անկախ պետության առաջին գրանցված կուսակցությունն է։ Հանրապետականների, երկրապահների գաղափարական հիմքերը եւ կեսագույցությունը շատ նման են եւ նրանց